Արցախի ներկայացուցչության դարպասն են ճոճում մի խումբ արցախցիներ։ Հանդիպում պահանջում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Ուզում են, որպեսզի նախագահը գտնի արցախցիներից թալանված փողերը ու բաժանի Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին։ Մեր պահանջը Արցախից թալանվածը վերադարձնվի Արցախցուն։ Քանի տարվա թալան եք պահանջում։ Եթե ինձանից ես հարցնում 30 մինչև այսօր ինչքան թալանվել է, այդ եմ պահանջում։ Եթե թալանը չլներ, 100% իմացեք, ձեր հայաստանցի եղբայրները որ եկել, զոհվել են, հաստատ իմացեք, կեսից շատը չէին զոհվի։ Հատե թալանն ասա։ Մենակ Շահրամանյանից եք պահանջում։ Ոչ, բոլորից։ Որտե մեր ներկայացուցիչը մեր նախագահան ինքն է, ինքը պետք է մեզ առաջնորդի։ 10,000 հոգի ելնում է հրապարակ ժողովուրդ։ Առանց ներկայացուցիչ մեկ անգլուխ ձիավորները չենք։ Մեկ Շահրամանյանից են պահանջում այսպես կոչված 30 տարվա թալանը, մեկ լրագրողներից։ Մեղադրում են ակցիան լուսաբանող լրատվամիջոցներին իրենց հավաքը էժանացնելու համար։ Խնդրում եմ բոլոր ներկաներին, լրատվամիջոցներին ոչ մի հարցազրույց։ Եկալ եք մեր առաջնորդ են, հասկացնենք դեր ինքը եթե մուկ դուսկյա, ոզի չոզի պիտի դուսկյա։ Այս մարդիկ տեղեկություն ունեն, թե Արցախի ներդրումային հիմնադրամի փողերը բաժանվել են 48 ընտանիքի, բայց չեն ասում, թե ում ընտանիքներն են դրանք։ 467 միլիոն դոլարը առնվազն։ Հիմա Արցախի հիմնադրամին Արցախի բյուջեից հիմնադրամ փոխանցում գումարը գնացել է ստերից, եմացածը տեխնիկական հարցեր է։ Հիմա մենք այդ գումարը գնացել են նստել 48 ընտանիքի հաշիվների։ Նիկոլի կողմից հատկացրված գումարները հենց իրանց է գնացել։ Շահրամանյանը, որ պարբերաբար հանդիպում է արցախցիների այս խմբի հետ, պատասխանում նրանց հարցերին, չի հասկանում ինչու են այս անգամ այսպիսի աղմուկ բարձրացրել։ Ինքը դուրս է գալիս ներկայացուցչության շենքից ու նորից լսում նրանց։ Ես խնդիր ունեմ, ձեզ բոլորիդ հայտնի, որ կապված այդ սոցիալական վճարումների դադարեցման մասով արցախցիների մի զգալի հատված ծանր սոցիալական պայմաններում է այդ վիճակում։ Հիմա հարց, այդ կոնկրետ անելիքը դրա համար որպեսզի ժողովրդի այդ վիճակից դուրս հանել։ Եթե ձեր ակցիան իրականում ունի նպատակ վերադարձնելու այդ թալանը, ես ողջունում եմ այս ակցիայի բոլոր մասնակիցներին։ Շահրամանյանն ամենաշատն է ուզում, որ թալանը վերադարձվի ժողովրդին։ Հիշեցնում է, որ ինքը այդ պահանջով 2023 թվականին դիմել է Հայաստանի դատախազություն։ Քրեական գործ է հարուցվել, ինքն էլ հրավիրվել է հարցաքննության որպես վկա։ Բազմիցս հորդորել է իրավապահներին շտապը բացահայտել գործը, էլ ինչ կարող է անել։ Սպասել մեզանից, որ մենք կարողանանք ինչ-որ ձև ազդել Հայաստանի կառավարությունը ձևավորել որոշումներից, բացի հանրային ճնշումներից, ես չեմ տեսնում։ Ես էլ եմ կիսում ձեր մտահոգությունը, որ մենք, այո, ունենք այդ խնդիրը սոցիալական հարցերը մեր ժողովրդին լուծելու, բայց հնարավորությունը չունենք։ Արցախի ներդրումային հիմնադրամում Շահրամանյանի տվյալով եղել է 1,4 միլիարդ դրամ։ Միջոցները սառեցրել է Հայաստանի կառավարությունը Արցախի հայաթափումից հետո։ Գրքերը թեժանում են, երբ Շահրամանյանը գոռացող ներկաներից մեկին հիշեցնում է իր պարտքերի մասին։ Յուրա, ունենալով 46 միլիոն պարկ, դու 1000 դրամ չես պարտավ։ Եկած տեղ մենք Ակցիայի մասնակիցներն առաջարկում են Շահրամանյանին միանալ իրենց գնալ դատախազություն։ Շահրամանյանը հավաքվածներին քննարկման է կանչում երկուշաբթի։ Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահը պատասխանում է պտտվող այն լուրերին, թե ինքը դղյակում է ապրում։ Տարբեր քննարկումներ ա գնում, որ Արցախի նախագահան ապրում է դղյակներում, չգիտեմ, ունի բիզնեսներ, տաքսի սերվիսներ, գազի զապարավկաներ ա ձեռք բերել, այս ամեն ինչը ճշմարտությանը չի համապատասխանում։ Ես Երևան քաղաքում ապրում եմ 12 թվականին իմ կողմից ձեռք բերված 60 քառակուսի մետրանոց, 2 սենյականոց բնակարանում իմ 5 հոգանոց ընտանիքով։ Լիլիթ Գասպարյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։